Ողջույն սիրելիներս, Մայրենիից այսօր անցնելու ենք Հովհաննես Թումանյանի դպրոցի ճամփան սիրուն բանաստեղծությունը։ Նայում ենք նկարին եւ երեխաներին հարցերի միջոցով պատմել ենք տալիս թեմատիկ նկարը։ Տարվա որ եղանակն է պատկերված, որտեղ են երեխաները, ինչպիսի տրամադրություն է, ինչ ենք տեսնում բնության մեջ, դպրոցի շենքի մուտքի մոտ, ում ենք տեսնում, ինչպիսին է երեխաների տրամադրությունը։ Նայում են, տեսնում են, որ տղաներից մեկը շատ տխուր է, հոնքերը կիտած, կարծես մի կերպ հազիվ բերել են ստիպելով դպրոց։ Մյուս դեպքում երեխաները ուրախ, զվարճ, ծիծաղում են, ուրախացել են, ժպտում են, հեռվից նաև երևում են խաղացող երեխաները, ձյուն է, ձնակնդի ուրախություն է 4 կողմը, բայց թե ինչու է այս տղան տխուր, հիմա կհասկանանք, երբ կարդանք դասը։ Դպրոցի ճամփան։ Ձմեռվա բուքին, սառնամանիքին, դպրոցի ճամփան դժվար է, երկար շատերի համար։ Զվարթ գարունքին, երկին ու ծաղկին, դպրոցի ճամփան կարճ է, դուրալի կարծես ավելի։ Իսկ ով սեր ունի մեզպես ուսումի, դպրոցի ճամփան միշտ կարճ է, սիրուն, ձմեռ թե քարուն։ Ձմեռվա բուքին, բուք բառն ենք բացատրում, բուկը ձյունախառն քամին է, որը շունչ է փակում, խեղդում է մարդու։ Սառնամանիքին, սաստիկ ցուրտ, երբ ձեռք ու ոտքը սառչում են։ Դպրոցի ճամփան դժվար է, երկար, շատերի համար։ Այս ոտանավորի այս տունը կարդալուց հետո երեխաներին հարցնում ենք. ձմեռվա բուքին դժվար էր դպրոց գալը երեխաներ, ինչու էր դժվար, ինչն էր խանգարում ձեզ, բայց շատերը կարող են ասել, որ հեչ դժվար էլ չէր, ուրախ էր, թուշիկներս կարմրում էր, մենք ուրախ վազելով գալիս էինք դպրոց։ Զվարթ գարունքին, գարունք բառը բացատրում ենք, որ տարվա եղանակն է, գարունն է։ Երկին ու ծաղկին, դպրոցի ճամփան կարճ է, դուրալի, դուրեկան, հաճելի, կարծես ավելի։ Այստեղ բացատրում ենք, ինչ է նշանակում զվարթ գարունք, զվարթ նշանակում է ուրախ, բարձր տրամադրություն ունեցող։ Ինչու են գարունը զվարթ համարում երեխաներ, կամ ինչ երկու ծաղիկ է։ Զվարթ է գարունը, որովհետև բնությունը արթնանում է խոր քնից, քանի որ 4 կողմը կանաչ է, կանաչ խոտն է, ծառերն են փոխփոջում, երգում են թռչունները, աճում են ծաղիկները։ Դպրոցի ճամփան կարճ է, դուրալի, կարծես ավելի, քանի որ 4 կողմը ուրախություն է, կարծես այս ճանապարհն էլ շատ կարճ է թվում եւ հաճելի է, դուրեկան է ճանապարհը։ Իսկ ով սեր ունի մեզպես ուսումի, այսինքն ով սիրում է սովորելը, ուսումի սեր ունենալ նշանակում է սովորելը սիրել, դպրոց գալը հաճույքով անել։ Դպրոցի ճամփան միշտ կարճ է, սիրուն, ձմեռ թե քարուն, այսինքն ով հաճույքով է դպրոց գալիս, նրա համար դպրոցի ճամփան միշտ էլ հաճելի է։ Ճամփա բառի հոմանիշն ենք ասում, երեխաներ, ինչ է նշանակում ճամփա։ Ճամփա նշանակում է ճանապարհ, ուղի։ Ճամփաբառը ուղղագրական արժեք ներկայացնող բառ է, գրվում է մ-ով եւ փ-ով։ Զվարթ նշանակում է ուրախ, հաճելի, դուրեկան, գրվում է თ-ով։ Եվ երգ բառը, տեսեք ինչ հաճելիորեն ք-ն լսվում է, ժայից հետո միշտ լսվում է ք, բայց գրվում է գ, երգ, երգել, երգիչ։ Հետո հարցերով ամփոփում ենք դասը։ Ում համար է դպրոցի ճամփան դժվար, երկար եւ ինչու։ Երեխաները իրենց կարծիքներն են արտահայտում, աշխատում ենք, որ երբեք ոչ մեկին չասենք դու սխալ ես։ Թող բոլոր երեխաները իրենց կարծիքները վստահորեն արտահայտեն եւ ապացուցեն, թե ինչու է իրենց համար դպրոցի ճամփան դժվար։ Ում համար է դպրոցի ճամփան կարճ ու դուրալի, նորից են բացատրում, մեկնաբանում։ Իսկ ինչպիսին է դպրոցի ճամփան քեզ համար։ Այստեղ արդեն երեխաները իրենց կարծիքն են ասում, թե ինչու է իրենց համար դպրոցի ճամփան կամ կարճ, կամ դուրալի, կամ դժվար։ Եվ վերջում նկարագրում են իրենց տանից դպրոց եղած ճանապարհը, թե ինչ են տեսնում ճանապարհին, կարող են շենքեր ներկայացնել, կարող են ասել այն մարդկանց, ում ամեն օր նույն ժամին հանդիպում են ճանապարհին։ Կարևորը, որ երեխաները առանց վախենալու կարողանան իրենց միտքը արտահայտել, քանի որ շուտով բանավոր խոսքից հետո անցնելու են նաև իրենց մտքերը արտահայտելու են գրավոր խոսքի միջոցով։ Կատակ հանելուկն ենք կարդում։ Թե դպրոցին դու նայես, առաջինն եմ այնտեղ ես։ Թե դասարան դու մտնես, սկզբում ինձ կգտնես, իզուր չէ որ դենք երկու դեպքում էլ գրված է կարմիրով։
Խոսքը վերաբերվում է դ բաղաձայնին։ Տեսեք, թարգնի տեսքով նկարված է դ-ն։ Ո՞ր տառը պետք է դնել դատարկ վանտագում։ Նախ նորից վերհիշում ենք հայերենի այբուբենը ա-ից մինչև ֆ-ն, հետո կաշտում ենք ա, բ, կ, դ, եւ անմիջապես մեխանիկորեն զ-ն գալիս է, նշանակում է հերթական տառը պիտի լինի զ-ն։ Իսկ վերջում շատ գեղեցիկ ձեռագրով գրված է առածը. ծույլը հաց ուտելիս առողջ է, սովորելիս հիվանդ։ Այս առածը սովորեցնում է, որ սովորելը պիտի լինի հաճույքով, քանի որ եթե դժվարությամբ ես դու անում գործը, այդ գործը շատ ավելի ծանր է դառնում, իսկ երբ հաճույքով ես անում, թեթև եւ արագ է լինում։ Եվ նաեւ ասում է, որ ծույլը մենակ հաց ուտելիս է առողջ, հենց հեշտը հասնում է գործին, նա հիվանդանում է։ Կարելի է առաջարկել երեխաներին բառակաբակցություններ եւ նախադասություններ կազմել պարդատիր բառացանկի բառերով։ Ուրախ ճամփա, զվարթ տրամադրություն կամ զվարթ երգ, երգի ուսուցիչ։ Այսօր այսքանը, կհանդիպենք հաջորդ դասին։